Հարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր եւ մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենթանաբանական այգու կենդանիները նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո ապօրինաբար առգրավվեցին։ Առույցներից մեկը տեղափոխողների անփութության թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց։ Տեղափոխվեցին նաև կոկորդիլոսները եւ վագրերը, իսկ եղնիկները, եղջերուները, մուֆլոններն ու բեզոարյան այծերը Երևանի կենդանաբանական այգի չեն տեղափոխվել, ինչի մասին մեզ այդ զրույցում հայտնեց Երևանի կենդանաբանական այգի ՀՕԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Ասլանյանը։ Մասնագիտական խմբով այցելեցինք ոչ միայն կենդանաբանական այգու մասնագետներն էին, այլ նաև ներգրաված էին կենսաբազմազանության եւ էկոլոգիայի կենտրոնի աշխատակիցները։ Այս մասնագիտական խմբով նախնական գնահատում տվեցինք այնտեղ եղած կենդանիների տեսակների եւ բարեկեցության պայմանների մասով։ Մեր եզրակացությունը միանշանակ էր, որ կարիք չկա նրանց այստեղից վերցնել, քանի որ ապրում են կիսաազատ պայմաններում, չկա կյանքին ու բարեկեցությանը վտանգ, սպառնացող վտանգ, որևէ գործոն, քանի որ ունեն ջուր, կեր, մեծ ազատ տարած եւ կարիք չկա նրանց այնտեղից վերցնելու։ Մեր միջնորդության հիման վրա քննչական խումբն ընդունեց որոշում, որ նրանց այստեղից չտեղափոխեն։ Կային հայտացուցակում հայտագրված մուֆլոններ եւ բեզոարյան այծեր, բայց քանի որ նորմալ պայմաններում էին գտնվում, մենք ուղղակի գրանցեցինք, որ այդ կենդանիները կան, բայց առգրավելու, այնտեղից հանելու իմաստ չկար, ասել է նա հրապարակ օրաթերթի հետ զրույցում։ Իսկ գիտեք, տրամաբանությունը եւ բացատրությունը մեկն է։ Գագիկ Ծառուկյանի ամբողջ կենդանաբանական այգին տեղափոխելը պետության համար մեծ ֆինանսական բեռ էր առաջացնելու, նրանց նաև պահումը ապագայում։ Իսկ Փաշինյանը հո կենդանիների մասին չէր մտածում, Փաշինյանը հո կենդանասեր չէր։ Փաշինյանը ձեռը ճալիներ է դրանց բոլորին կուտեր, սկսենք այդտեղից։ Այստեղ կար սիմվոլիկա, խնդիրը առույցներն ու վագրերն էին, որ պիտի թիրախավորվեին, այսինքն Փաշինյանը սիմվոլ էր ցույց տալիս դրանով, իսկ մյուս կենդանիները թողնվել են այս Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում, ես կարծում եմ երկու նպատակով։ Մեկ, այդ մարդկանց համար նաև անհարմարություն ստեղծելու, որովհետև երբ որ ընտանիքի բոլոր հաշիվները կալանքի տակ են, ձեռնարկությունները փակված են կամ խլված են կամ պետական կառավարման են դրված, շագերտների մեջ պետական կառավարման են դրված, այդ կենդանիներին պահելը, այդ քանակի եւ նման յուրահատկություններ ունեցող կենդանիներին պահելը այդ ընտանիքի համար հավելյալ խնդիր է, որ պետք է լուծեն նրանք մի պայմանում, երբ իրենց բոլոր միջոցները ուղղակի պետության կողմից ապօրինաբար կալանքի տակ են գտնվում։ Հրապարակ թերթը գրում է. Խորհրդարանական ընտրություններում մեծ հաշվով կրած ֆիասկոից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ՏԻՄ ընտրությունները թեժ ճակատամարտի վերածել եւ ամեն գնով հաղթանակ գրանցել համայնքներում։ Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է, որ համայնքներում ամենալավ տեխնացուներն իրենցով անեն եւ մոտակա ընտրությունների նման տխուր փաստի առաջ չկանգնեն։ Այս նպատակով ըստ որոշ տեղեկությունների կառավարությունում մարզպետների հավաք է տեղի ունեցել։ Տարածքային իշխանիկների առջև գրեթե ուլտիմատում է դրվել, որ հիմիկվանից պատրաստվեն աշնանը սպասվող ընտրություններին ամեն գնով լավ տեխնացուների ընտրեն։ Ասվել է, որ պարտվողները չեն ներվելու եւ մարզպետներն են ընտրությունների թիվ 1 պատասխանատուն։ Ուրիշների վրա չգցեն պարտության մեղքը։ Նշենք, որ աշնանը 4 տասնյակից ավել խոշոր համայնքներում ընտրություններ են նշանակված, որոշ մարզպետների ճակատագիրը ըստ էության դրանց արդյունքներից է կախված։ Այստեղ մեկնաբանելու բան չկա, բայց ինձ համար տերմինները, բառերը շատ էական դերակատարում ունեն, թե ինչ բառերով ես դու ընտրում այս կամ այն իրադարձությունը, երևույթը նկարագրել։ Օրինակ, այո, Փաշինյանը ընտրություններում տեխնիկական հաղթանակ է տարել, այսինքն օրենքի ուժով չունենալով մեծամասնություն, պարզ մեծամասնություն, 50+1 չունենալով կարողացել է պահել կառավարությունը եւ իշխանությունը, բայց այստեղ ընդունելի չէ նաեւ խորհրդարանական ընտրություններում մեծ հաշվով կրած ֆիասկո ձևակերպումը, այսինքն ֆիասկոն մարդիկ հասկանում են, չէ՞, դա ինչ է նշանակում, այսինքն ֆիասկո կրած Փաշինյանը առնվազն պետք է իշխանության չլիներ եւ հայտնվեր բանտում։ Հիմա Փաշինյանը ոչ բանտում է, համ էլ իշխանության է։ Դժվար է սա ֆիասկո անվանել, այո, իր երազած հաղթանակը չի, բայց չեմ կարծում, թե ֆիասկո է։
Հրապարակ թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղակի շունը տիրոջը չի ճանաչում։ Թաղապետից բացի նաև ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում նշանակվեց 2024 թվականի կեսերին։ Նա 2021-ից Փաշինյանի արարողակարգի ծառայության պետն էր, դրանից առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պետը։ Վերջերս նա իր օգնական է նշանակել Ավինյանի վարորդին Սարո Գաբրելյանին, որին թաղապետարանում համարում են ստվերային թաղապետ։ Գաբրելյանը հասցրել է թե Արաբկիրում, թե Աջափնյակում տեղակալներ կարգել իր զարմիկներին։ Արաբկիրի թաղապետի տեղակալը դիցուք իր եղբորորդին է Մաքս Գաբրելյանը, վերջինս էլ իր հերթին կրթության բաժնում նշանակել է կնոջը Աննային։ Նա էլ Պապն ու Շահգամը հեքիաթների մոտիվներով իր ընկերուհիներին է բերել բաժին։ Այս խումբը լուրեր է շրջանառում, որ վերևից Դաբրոն արդեն կա, շուտով Գաբրելյանն է լինելու թաղապետ և կնոջն էլ նշանակելու է համայնքի մանկապարտեզներից մեկի տնօրեն։ Փոխթաղապետն օրենքով կուրացիա է անում քաղաքաշինության և սոցապահովության ոլորտը, սակայն փաստացի զբաղվում է բոլոր ոլորտներով։ Հրապարակ օրաթերթը գրում է, որ Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը նրա համար խիստ անակնկալ է եղել, ինչով էլ բացատրվում է կառավարության նիստում գործընկերների նրա հուզված հրաժեշտը։ Նա մտերիմներին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը իր հետ չի քննարկել ազատման որոշումը, պարզապես հայտնել է, որ պետք է ազատվի, քանի որ այդ պաշտոնին նշանակվելու է Ալեն Սիմոնյանը։ Թերթը նշում է, որ Գրիգորյանը մերձավորներին ասել է, մինչև հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, իրեն համարելով հեղափոխության մասնակից, որը 6 տարի հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին։ Նա ավելի մեծ անարգանք է համարել նաև այն, որ ԱԽ-քարտուղարի պաշտոնից հետո իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն, որը մերժել է։ Գիտեք, կարծում Արմեն Գրիգորյանը շատ լավ գիտի իրեն ինչու են ազատել, ինքն էլ 6 տարի շարունակ, թե 8 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանին չի ծառայել այն նույն տերերին, որոնք նաև Նիկոլ Փաշինյանի տերերն են։ Կարելի է ասել նա այդ տերերի մոտ աշխատում էր Նիկոլ Փաշինյանին վերահսկող։ Հիմա արդյոք Ալեն Սիմոնյանը փոխարինում է նրան այդ դերում, այսինքն նույն տերերի մոտ աշխատում է Նիկոլ Փաշինյանին վերահսկող, թե ոչ, դա դեռ ժամանակի հարց է, կպարզվի, Ալեն Սիմոնյանի վարքագծից էլ դա կերևա, բայց մի բան ակնհայտ է, որ այս ազատումը Փաշինյանը հեշտ չի տանելու, որովհետև հատկապես եթե պարզվի, որ Ալեն Սիմոնյանը այդ վերահսկողի դերը չի տանելու այդ տերերի մոտ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով իրավական և իրավապահ համակարգում ակտիվորեն քննարկվում են հնարավոր կադրային փոփոխությունների և պաշտոնանկությունների տարբերակներ։ Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ քննարկվող տարբերակներից մեկը քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Այս սցենարի դեպքում չի բացառում, որ քրեակատարողական ծառայության պետ նշանակվի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Վերջինս Փրկարար ծառայության տնօրեն ՆԳ նախարարի տեղակալ է նշանակվել 2026 թվականի հունվարի 19-ին, մինչ այդ նա զբաղեցրել էր ոստիկանության պետ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-25 թվականներին եղել է Լոռու մարզպետը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կոտայքի մարզպետի պաշտոնը իշխող քաղաքացիական պայմանագրի համար իսկական պատուհաս է դարձել։ Նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը վերցրել է պատգամավորական մանդատն ու տեղափոխվել Ազգային ժողով, իսկ մարզպետի աթոռը շարունակում է թափուր մնալ։ Հավակնորդների պակաս չկա, սակայն Նիկոլ Փաշինյանը իշխանական աղբյուրների փոխանցմամբ դեռ չի գտնում այնպիսի թեկնածուի, որը թիմի համար ընդունելի կլինի և միաժամանակ կկարողանա վերահսկել քաղաքականապես բարդ համարվող մարզը։ Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ ամենահավանական թեկնածուն համարվող ԿՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վերջնականապես հրաժարվել է մարզպետի պաշտոնից։ Թիմակիցների հետ զրույցում նա բացատրել է, որ առաջիկայում Կոտայքի մի շարք համայնքներում սպասվող թիմընտրությունների պայմաններում չի ցանկանում ստանձնել մարզի քաղաքական պատասխանատվությունը և չի կարողանալու գլուխ հանել այդ գործընթացից։ Իշխանության համար խնդիրը հատկապես զգայուն է նաև այն պատճառով, որ Կոտայքում շարունակում է զգալի մնալ կալանավորված գործարար քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը։ ՔՊ-ում Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով լուրջ քննարկվում է, որ մարզպետի պաշտոնում պարզապես վարչարար չէ անհրաժեշտ, պետք է քաղաքականապես ազդեցիկ և կազմակերպչական ռեսուրս ունեցող պաշտոնյա, որը կկարողանա առաջիկա ընտրություններից առաջ մարզը բռի մեջ հավաքել։ Քաղաքացիական պայմանագիրը իրականում ինտելեկտուալ և ճշգրիտ որոշումներ կայացնելու
խնդիր ունի, այս դեպքում մենք մեր խմբագրությամբ միանում ենք, ուզում ենք օգնել իրենց, օրինակ, որպեսզի շատ ազդեցիկ գործիչ լինի Կոտայքի մարզպետը, առաջարկում ենք Նիկոլ Փաշինյանը նշանակվի Կոտայքի մարզպետ, այդ դեպքում կարծում եմ ինքը կարողանա որպես Նիկոլ Փաշինյան Կոտայքի մարզպետ այդ ընտրություններում հաղթանակ արձանագրել։ Իսկ վարչապետի պաշտոնը կարող է թողնել ընդդիմությանը, տեսնենք վերջը ինչ է լինում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխություններ եւ ըստ օրաթերթի տեղեկությունների դրանց արդյունքում համակարգից հեռացնում են նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաների։ Մասնավորապես նախորդին պաշտոնից ազատվել է ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց այդ պաշտոնում։ Զաքարյանը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է, նրա հետ ունեցել է ընկերական հարաբերություններ։ Սակայն սա միակ փոփոխությունը չէ, երեք ավարտվեց նաև պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը, նրանք եւս երկար տարիներ համարվել են Քոչարյանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ ՊՆ-ից հեռանալուց հետո Մելիքսեթ Պողոսյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ գումարման խորհրդարանի նիստերը դեռ մինչև ամսվա վերջ կձգվեն, ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորումից հետո խորհրդարանը ըստ կանոնակարգ օրենքի պետք է քննի նաև կառավարության ծրագիրը։ Սահմանադրությամբ վարչապետ նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, ուստի մինչև օգոստոսի 22-ը պետք է կառավարության ծրագիրը ներկայացնի եւ այն քննարկվի։ Որոշ տեղեկություններով այս փաստով է նաև պայմանավորված ՔՊԱ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ։ Որոշել են ընդդիմության վախը բռնել, խելոքացնել մինչև կառավարության ծրագրի քննարկումը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորինս մեղմ ու կոմֆորտ պայմաններում իր ծրագիրը ներկայացնի ժողջանին։ Այսօր այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48